Բարև ձեզ, սկսենք այսօրվա մեր հուշագրի ստորագրումը և ըստ էության մամլոասուլիսը նվիրված է այն գործընթացներին, որոնք գեներացվում են թե Հայաստանում, թե Հայաստանի շուրջ և այս կոնտեքստում կամուրջ քաղաքացիական նախաձեռնությունը և Հայաստանը ես եմ նախաձեռնությունը, Հայաստանը ես եմ նախաձեռնության մասով պարոն Սարգսյանը ավելի մանրամասն կասի, որոշում ենք ընդունել հետամուտ լինելով մեր որդեգրած և հայտարարված սկզբունքների, իսկ իրենք հետևյալն են, առավել քան աշխատել և նպաստել այն խնդիրների լուծմանը և այն մարտահրավերների լուծմանը, որոնք այսօր առկա են Հայաստանում։ Կարելի է երկար խոսել, թե ինչ խնդիրներ են, ինչ խնդիրների շուրջ է լինելու մեր համագործակցությունը հուշագրի ներքո, բայց դրա հետ մեկտեղ մենք և ես, և համահիմնադիրները կամուրջ քաղաքացիական նախաձեռնության մենք շատ լավ հասկանում ենք, որ այո, խոսքերի ժամանակը անցել է, եկել է ժամանակը գործելու ամենալայն առումով, ուզում եմ հատուկ ընդգծել, որ թե հուշագրի ստորագրումը, թե առհասարակ կամուրջ քաղաքացիական նախաձեռնությունը վերքաղաքական է, վերկուսակցական է, ոչ մի առնչություն, ոչ մի քաղաքական կամ կուսակցական նամանավանդ գործընթացների հետ կապ չունի։ Ըստ էության արվում է այն, ինչի մասին բազմաթիվ անգամ խոսվել է, ինչի մասին հասարակության մեջ արդեն տևական ժամանակ գիտեք ոնց որ տրամադրություններ են գեներացվել։ Եվ այդ տրամադրությունները հետևյալն են, որ հնարավոր և անհնարին բոլոր մեթոդներով փորձել սոցիալական, ինչու ոչ, տնտեսական, ինչու ոչ, բարոյահոգեբանական, սա էլ է շատ կարևոր խնդիրները, որոնք այսօր մեր առջև, մեր բոլորիս առջև կանգնած են, այդ խնդիրների լուծման ճանապարհների և ամենակարևորը իրականում առանց երկար բարակ ինչ-որ խոսքերի, որտեղ ցավոք ապրում ենք մի ժամանակաշրջանում, որտեղ խնդիրները հնչեցվում են, բայց լուծումները չկան։ Ճիշտ լուծումները կան, բայց լուծումների մասին շատ քիչ է խոսվում։ Խնդրեմ, պարոն Սարգսյան։ Շնորհակալություն։ Շատ կարևոր է շեշտադրումը կատարել վերքաղաքականի Շատ կարևոր է շեշտադրումը հատկապես վերքաղաքական գործունեության, առավել ևս վերկուսակցական գործունեության, որովհետև Հայաստանի Հանրապետությունը այնպիսի գոյաբանական մարտահրավերի առաջ է կանգնած, որ այլևս քաղաքականություն գոյություն չունի։ Հայաստանը ԵՍՄ հենց որդեգրել է ռացիոնալ իրատեսականություն սկզբունքը, տեխնոկրատիզմը, առարկայական խնդիրների գույքագրման, խնդիրների լուծման և գիտական և գործնական մակարդակում լուծումների տրամադրման, ինչպես նաև հետևողականության, որպեսզի դրանք իրականություն դառնան։ Շատ են դեպքերը, երբ որ մարդիկ դիստանցավորում են քաղաքականությունից, ասում են մենք քաղաքականությամբ չենք զբաղվում։ Միգուցե դա սկզբունքի, ճաշակի շատ տարբեր ձևակերպումների հարց է, բայց Հայաստանի Հանրապետությունը այնպիսի իրավիճակում է գտնվում, որ 40 բոլորս միասին պետք է կանգնենք և պետք է գործենք։ Մենք այդպիսի մարդկանց Հայաստանի ԵՍՄ-ի թիմը ունի շատ հստակ դիրքորոշում, նրանց անվանում է անտարբերներ հայրենիքի նկատմամբ, հայի նկատմամբ, հետևաբար ունենք այդպիսի մարդկանց հետ շատ երկար աշխատելու։ 40-ը, որ ասեցի, 40-ը Հայաստանի Հանրապետությունն է մեր պետականությունը, որը պետք է պահպանենք համատեղ ուժերով, եկեղեցին ազգային արժեքները, մեր ինքնությունը, սփյուռքը, ինչպես նաև արցախահայության իրավունքների պաշտպանությունը, նրանց հետ վերադարձը իրենց բնորանում արժանապատիվ ապրելու և ինքնորոշվելու համար։ Այս
4 կարևորագույն խնդիրների լուծումը չի կարող մեզ չմիավորել ամբողջ հայ ազգին։ Քանի որ վերքաղաքական ենք մենք, հետևաբար անկախ կուսակցական պատկանելությունից, անկախ մարդու ճաշակից, պատկերացումներից, եթե որևէ մարդ, որևէ տեղ կարող է մի փոքրիկ գործով օգուտ տալ այս 4 հիմնասյուների պահպանման, զարգացման, այդ թվում տարածման ուղղությամբ, ապա պետք է միավորել, ապա պետք է համագործակցել եւ պետք է համատեղ ուժերով հասնել նպատակին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, այո, միանգամայն կիսում ենք այն մտքերը, որը արտահայտեց պարոն Սարգսյանը, ասեմ ավելին, կամուշ ասեմ ավելին, կամուշ քաղաքացիական նախաձեռնությունը ի սկզբանե հիմքում դրել է այն սկզբունքները, որոնց շուրջ այսօր կարծես թե դիսկուրս է ձևավորվում հայկական հասարակության մեջ եւ հաճախակի այդ դիսկուրսները իրենք ոչ նորմալ եւ ոչ հայանպաստ ուղղությամբ են գնում, ինչը բավականին լուրջ մտահոգում է յուրաքանչյուր նորմալ հայ մարդու, նվազագույնը հաշվի առնելով վերջին օրերի իրադարձությունները, վերջին ամիսների, տարիների մենք մշտապես ապրում ենք որոշակի մի ստրեսի մեջ եւ այդ ստրեսի 90%-ը արհեստականորեն գեներացվող գործընթացներ են։ Հարկ եմ համարում շեշտել, որ այո, քաղաքականությամբ քաղաքական ճիշտ գործընթացները, որոնց մենք ականատես ենք, իրենք բերում են շատ լուրջ խնդիրների առկայության եւ մարտահրավերների եւ այդ պարագայում այո, բոլոր առողջ ուժերը, մարդիկ, հայերը, ովքեր ցանկանում են ունենան հայրենիք, ովքեր ցանկանում են ունենան պետություն, ովքեր ցանկանում են արժանապատիվ ապրել, ովքեր դեմ են ստորացմանը խոսքը գնում է ոչ միայն ներքին գործընթացների, այլ առհասարակ այն քաղաքական իրավիճակի, որը ձևավորվել է։ Մարդ չի կարող ապրել այդ իրավիճակում։ Իսկ դա նաև բացի քաղաքական բնույթից մեջը նաև կրում է սոցիալական շատ խորը ասած արմատներ։ Դե ինչ պարոն Սարգսյան, ստորագրենք։ Ջան։ Շնորհավորում եմ։